Նիկոլ Փաշինյանին սուր հարցադրումներ կատարած Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում արդեն 24 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի վիճակը ծանր է, եւ օրեցօր վիճակն ավելի է բարդանում։ Օսիպյանի պաշտպան Դավիթ Հովհաննիսյանն է պատմում։ Նա արդեն մեկ շաբաթից ավել է անցել է այն շրջան, երբ յուրաքանչյուր օրը գնալով ավելի վտանգավոր է իր կյանքի համար։ Նա հրաժարվել է բժշկական զննությունից արդեն մեկ շաբաթից ավել է։ Չեն թույլատրել Արթուր Օսիպյանին զանգել իր պաշտպանին։ Նրա իրավունքները քրեակատարողական հիմնարկում խախտվել են։ Չեն թույլատրել հաղորդում ներկայացնի դատախազությունը։ Նաև Արթուր Օսիպյանին զրկել էին մոտ 5 օրով, զրկել են զբոսանքի հնարավորությունից։ Օսիպյանը հացադուլը կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից։ Ինչ է լինելու հակառակ դեպքում։ Օսիպյանն անդրդվելի է։ Չի դադարեցնելու հացադուլը։ Ծանր հարց եք տալիս, չեմ ուզում տխուր կանխատեսումներ անեմ, բայց Արթուր Օսիպյանը մտադրված է շարունակել հացադուլը։ Օսիպյանի պաշտպանը անհիմն է համարում Փաշինյանի այն հավաստիացումները, թե նրա կալանքը կապ չունի իրեն ուղղված սուր հարցերի հետ։ Վերջինս ընդգծում է Արթուր Օսիպյանի այս վիճակը խոշտանգում եւ անձնական վրեժխնդրություն է։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։